ուժեր կամ հայական դուք դիտարկում եք ձեզ այդ Ուրեմն այ հենց հիմնա այդ որ բոլորած այդ բարակտումը ռուսամետ արևտամետ դա սխալ է, դա հիմնականում ձեռնատու է մեր թշնամիներին։ Մենք բոլորի հետ լավ պետք է լինենք եւ Ռուսաստանի եւ Ամերիկայի եւ Ժողովուրդ ջան, մարդիկ սպասում են։ Ես չեմ Ձեր վարչապետի 4 տեխնացուները ավելի լավ են կարողանալու կառավարել, քան դուք, որ դուք վստահում եք նրանցից որևէ մեկին այդ պաշտոնը։ Ուրեմն ես ձեզ ավելի պարզ ասեմ, ինձ ոչ մեկ չի կարող կառավարել։ Ոչ մեկ։ Բայց հիմնական, քանի որ պետք է ասեն, Ծառուկյանը պաշտոնի համար է պայքարում։ Ժողովուրդ ջան, պարոն Ծառուկյան, արդարացիա լինելու։ Աստված ոնց կար արդարացի չլինի։ Այսինքն մենք այդ մտավախությունը պետք է հանենք, արդարացիան սկզբունքը գործի։ Նույն ձեր լրագրողների մեջ, որ պետք է գտնվի խելացին, բանիմացը, ում ավելի շատ լսում են, ում հավանում են։ Հիմնական այդ ժամանակ այսօր ինչ ենք լինի։ Ծանոթ, բարեկամա, կուսակցական պատկանելությամբ ծանոթ ես, կուսակցական պատկանելուց ուրեմն քո տեղ ազատա։ Ոչ ով կարողանել, ով փորձ ունի տվյալ ոլորտում, արդյունք հացույց տվե, հանրությունը ժողովուրդը ոլորտը իրան ընդունում է, պետք է ինքը ղեկավարի, ինքը կառավարի։ Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունները ո՞նց են արդյոք լարված են, ինչու ինքը հիմա ներկա չէ, Աբովյանի քաղաքապետի։ Ճշմարիտ է, երևի կամ կարող է ներկա լինի, չի գիտեմ։ Լարված են։ Մեր հարաբերությունները դու նկատել եք բոլորի հետ շատ լավ է։ Ամենավստահելի մարդկանցից է ինքը։ Իմ ընտանիքի անդամն այո, ասեք ուրիշ։ Հիմա ո՞նց են հարաբերությունները։ Շատ լավ, շատ լավ։ Իշխանության հետ համագործակցություն, կոալիցիոն մասնավորապես հետընտրական։ Բայց ես ձեր հարցերին պատասխանեցի, շնորհակալություն։ Ցանկանալու հենց որ հենց դուք լինեք վարչապետի տեխնացու, եթե ժողովուրդը ցանկանա հաշվառնելով ձեր փորձը, տարիների վաստակը եւ այլն, դուք այնուամենայնիվ ձեր 4 տեխնացուներից դուրս կհամաձայնվեք դուք լինել վարչապետ։ Ես նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ հիմնական իմ ժողովրդասի Ծառուկյան եկավ պայքարի պաշտոնի համար, միայն դա է ինձ կանգնեցել, ու ես ժողովրդին լսում եմ, ասում այն մարդը, ով որ չի ցանկանա պաշտոնի հավակնություն չի ունենա, անձնական շատ չի ունենա, մենք նա կողքին ենք։ Ես էլ Հիմա դուք եք բոլորը որ դառնաք վարչապետ։ Չի ասել, ես ամեն օր խոսում եմ ժողովրդի հետ, ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդը այսօր շատ ծանր վիճակում է։ Վարկերի տակ, չգիտի ոնց է ամեն ինչից դուրս գա խեղճացած, որը ամբողջ աշխարհում մեր հայությանը դա ամոթ է։ Հիմա քաղաքացիական պայմանագրի հետ որևէ համագործակցություն։ Այո։ Եթե օրինակ ձեր ձայնից կախված նրանք իշխանություն լինեն, թե ոչ, դուք չեք տա ձեր ձայնը։ Իհարկե ոչ։ Քոչարյանին կտա։ Շնորհակալություն։ Իհարկե ոչ։ Պարոն Ծառուկյան։ իսկապես ներեցեք։ Ես մենք այդ երբ որ ժամանակ կա, մենք խոսում Պարոն Ծառուկյան, եթե իշխանության գա հապկում աշխատանքը վերականգնելու եք։ Ես հետո կպատասխանեմ, գնաց։